Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ից 27-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին հաստատում են երկու երկրների նախարարների գրասենյակները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպումը նախաձեռնել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ եւ արտաքին գործերի նախարար Վան Ինը։ Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանության գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ։ Իրանը եւ Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ։ Մենք եւ Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ եւ ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ, սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում միմյանց հետ ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու համար։ Հենց սա է, ինչ մենք պետք է անենք երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ասել է Արաղչին։ Ալ-Ռոսայից գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար Հայաստանի Հանրապետության խորհրդարանի падգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԴՑ հասարակության հետ կապերի կենտրոնը։ Սուքիասյանները սակայն հերքում են ընտանիքը որևէ առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Իսլամական երկրները ընդունել են Բաքվի 5 բանաձևերը, որոնք առնչվում են Հայաստանին։ Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի եւ համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին բանաձևում, որն առաջին անգամ ընդունվել է ԻՀԿ շրջանակներում, անդամ պետությունները իրենց աջակցությունն են հայտնել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքին եւ դատապարտել են Հայաստանի կողմից այս համայնքի իրավունքների ժխտումը, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի $2,686,000 համարժեք 1,44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով։ Բնակվայրերի նպատակային նշանակության 17730 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ, ասված է դատախազության հաղորդագրության մեջ։ Իսրայելը գիշերը հարվածների ալիք է սկսել Իրանի արևմուտքում եւ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ռազմական թիրախների դեմ։ Այս մասին հայտարարել է իսրայելցի զինվորական պաշտոնյան, գրում է CNN-ը։ Իսրայելը մոտ 20 կործանիչ հարվածներ է հասցրել արևմտյան Քերմանշահ քաղաքի ենթակառուցվածքներին, որոնք պաշտոնյայի խոսքով օգտագործվել են հրթիռների պահեստավորման եւ արձակման, արբանյակային համակարգերի եւ ռազմական ռադարային օբյեկտների համար։ Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել։ Հենց հիմա պատիժը շարունակվում է, սիոնիստական թշնամին մեծ սխալ է թույլ տվել մեծ հանցագործություններ է կատարել։ Նա պետք է պատժվի եւ նա պատժվում է հենց հիմա, ասված է Խամենեի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։